Ծաղկազարդ և անգամ Սուրբ Նարեկացու Աստվածաշնորհ առաքելությունը։ Նախագծի հիմնական գաղափարը հեղինակը կենտրոնացրել է հենց նշխար կտավում, որն ի դեպ ստեղծվել է մանրանկարչության Արցախյան դպրոցի սկզբունքներով։ Վերնատունը, որտեղ Քրիստոսի 12 աշակերտների հետ, ինչպես եւ իմ 12 նկարներն են, Հուդան ներքևում, ինչի ես հենց սա ընտրեցի Արցախի դպրոցը, որտեղ նման պատկերում 12 աշակերտների հետ Քրիստոսը նշխարքի շուրջ որևէ տեղ, որևէ աշխարհում որևէ տեղ չկա։ Բոլոր 12 կտավները ստեղծվել են հայ մանրանկարչության տարբեր դպրոցների լավագույն ավանդույթներին ներդաշնակ միասնությամբ։ Նկարիչն օգտագործել է 12-ից 13-րդ դարերի հայ ծախողների նրբագծերի, պատկերային մտածողության եւ անգամ կոմպոզիցիոն հայտնի սկզբունքները, միջնադարյան մանրապատկերները ենթարկելով ընդհանրապես ծավալային փոփոխության։ Փորձեցի այս 12 նկարների մեջ պահպանել կանոնները, որ մանրանկարչության մեջ են, ինչը որ իմ համար շատ կարևոր է։ Իհարկե, կարծես ծավալային շատ մեծ փոփոխություն եղավ, կարծես մանրանկարչությունը դառավ որմնանկարչություն կամ պանո։ Ձերբազատվել եմ նկարչի իմ բոլոր հավակնություններից եւ ընդհանրապես ցանկացել եմ, որ գործերը խիստ ճանաչելի լինեն, փաստում է Արևիկը, սակայն իր գեղանկարչական հումքից ու գեղագիտությունից նկարիչը չի հրաժարվել։ Ինչպես միշտ աշխատել է օրգանական ապակու, ոսկու եւ արծաթի թիթեղաշերտերի նրբագեղ համադրությամբ ու թափանցիկ մակերեսները վերածել հոգու արտացոլանքի։ Այն նյութը, որը նույնպես իմ կարծիքով սիմվոլիկ է ապակին, որը թափանցիկություն է, միգուցե մեր հոգևոր թափանցիկությունն է, ոսկին, որը արտացոլանք է, միգուցե մեր կյանքի արտացոլանքն է։ 12 կտավներով ամբողջացած տերունական աղոթքով Արևիկը վերահաստատում է ցանկացած ստեղծագործություն նոր կյանք է ու նոր ծնունդ, ուրեմն եւ հավերժության ու հարատևման խորհրդանիշ ընդդեմ ցեղասպանության ոճերի։ Նոնե Ալեքսանյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։ Ցեղասպանության ողբերգությանը դեմ հանդիման մենք միասնական ենք հայ ժողովրդի վշտի հետ։ Վստահ եմ, համատեղ թույլ չենք տա, որ մարդու եւ ժողովրդի կրած այդ ողբերգությունը երբևէ կրկնվի։ Ալեքսանդր Կվաշնևսկի, Լեհաստանի նախագահ, 15 նոյեմբերի 2001 թվական։ Անկախ քաղաքական քարտեզի հարափոփող վերաձևումներից մոլորակի աշխարհագրական քարտեզի վրա մարդկության ծննդյան բնորան հայկական բարձրավանդակը ընդմիշտ կկրի իր անվանադիր նախնիների անունը։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը ամբողջ քրիստոնյա աշխարհի սրբազան Արարատն է, որը մարդկության երկրորդ ծննդավայրն է, իսկ հայրիս համար նաև մեր սիրելի հայրենիքի հավերժական խորհրդանիշն է։ Նրա գագաթը նվաճել ի տարբերություն այլազգիների մեր հայրենակիցների համար լեռնագնացությամբ պարզունակ արկած չէ սոսկ, ոչ էլ Նոյան տապանի փնտրտուք։ Վերելքը Արարատի գագաթ նրանց կյանքի եւ կյանքի ամենակարևոր ուխտագնացությունն է։ Ծածանվում է եռագույնը, աշխարհ անցիր Արարատի նման ջերմակ գագաթ չկա։ Հայ գիտնականների արշավախումբը ոչ թե Նոյան տապանը, այլ պատմական ճշմարտությունը որոնելու համար էր փորձում նվաճել Արարատի գագաթը։ Մառախուղը, ուժեղ քամին ու ձնաբուքը վերելքի առաջին 2 օրերին նրանց անբաժան ուղեկիցն էին։ Սակայն խորը հավատ կար, որ Սրբազան լեռը լուսաբացին հայկական խմբին կդիմավորի բաց ճակատով ու անամպ երկնքով։ Գիտնականների խմբի ուղեցույց քուրդը չի կարողացել թաքցնել զարմանքը, երբ ցրվել են ամպերը եւ ծիածան է կապել։ Քուրդը խոստովանեց, որ լեռը ճանաչեց ձեզ։ Մենք բազվզեցինք, մենք գրկեցինք, մենք չոքեցինք, մենք ծնկեցինք, մենք աղոթեցինք։ Պատմաբան Աշոտ Մելքոնյանին հաջողվել էր քուրդ ուղեկցողին համոզել հուլիսի վերջին նշանակված արշավը տեղափոխել օգոստոսի 8-ը։ Գիտնականների խումբը Արարատի գագաթ ցանկանում էր հասնել օգոստոսի 10-ին, Սևրի պայմանագրի ստորագրման օրը։ Խմբի անդամների զգացողությունները խառնվել էին իրար։ Անհավատալի էր, որ հաղթահարել են հսկա լեռնազանգվածը, հայտնվել մարդկության երկրորդ ծննդավայրում, հասել հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը, որտեղից կարծես ափի մեջ էր հայտնվում հայերի պատմական հայրենիքը։ Արարատ լեռը մեզ համար բռնազավթված հայրենիքի խորհրդանիշն էր։ Այ մենք դա էինք հաղթահարում։ Գիտեք, այնպիսի զգացողություն կար, որ կարծես եթե հասնենք գագաթ, Արևմտյան Հայաստանի
վերադարձի խնդիրը պիտի լուծենք։ Բայց սկսվեց վայրեջքը, որի ամբողջ ընթացքում ծանրութ թեթև էին արել, պետք է համառորեն աշխատել հոգեբանականը փոխարինելու իրական հաղթանակով։ Մեր ամբողջ պատմության անխոս վկան Արարատը սպասում է։ Մենք ունենք խոր վիրապ, որը փշալարով առանձնացվեց Արարատից։ Այդ փշալարը պետքա վերանա, որովհետև այդ երկու արժեքները, որը հայ ժողովուրդը ունի պատմականորեն, իրանք միասին պետքա հանդես գան ժամանակի մեջ, եւ դա կլինի մեր պատմական հայրենիքի վերադարձի օրը։ Քոչարիին հաջորդեց ժամանակակից պարը, հոգնածությունը փոխվեց ոգևորության, երբ Նուրն ընկերների հետ հաղթահարեց 5165 մետրը։ Հասկացան, ոչինչ էլ չի փոխվել։ Արարատը մերն է, իսկ մահկանացուների ձեռքով գծված սահմանը մեկ ակնթարթ է հավերժության մեջ։ Մեր գենետիկի շողությունը եւ հոգին այդ սարի հետ կապված են այնպես, որ ոչ մի ազգ չի կարող այդ կապվածությունը ունենալ այլևս։ Եթե անգամ թուրք ազգը ապրի եւս հազարավոր տարիներ այդ սարի մոտ, միևնույնն է այդ գենետիկի շողությունը եւ այդ կոդը ինքը չի կարող ձեռք բերել, որովհետեւ այդ կապը հնարավոր չի ստեղծել արհեստականորեն։ Առավել գեղեցիկ ու տպավորիչ լեռ, քան Արարատն է, չկա։ Նկարիչ դիզայները Արարատի մասին լեգենդների հետքերով էր գնացել։ Հարազատ Սարը խմբի տղաների վարքագծին զարմանալիորեն արձագանքում էր եղանակային փոփոխություններով։ Ընկերներով վիճում էին, ձյուն էր տեղում հաշտվում, արև էր ծագում։ Ու նաև հասկացան Սրբազան լեռը բոլորին չէ, որ զգում է, գրկաբաց հյուրընկալում, ինքն է որոշում ում թողնել մինչև գագաթ։ Վերելքը հայ տղաների հետ հաղթահարող արտասահմանցիները չդիմացան թթվածնային քաղցի հետևանքներին, հետ դարձան ճանապարհի կեսից։ Ենթագիտակցորեն մենք զգում ենք մեզ մեր տանը։ Հայ լեռնագնացները անհավանական արկածներից հետո վերադառնում են այն մտքով, որ կորուսյալ հայրենիք արտահայտությունը պետք է նետել պատմության գիրկը, ինչպես մի օր սկսվեց վերելքը դեպի Արարատ, մի օր էլ կգա նրա ազատության ժամը։ Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան վհատելու չէ վերջ կունենան։ Արմինե Պետրոսյան, Էդգար Դավթյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայլուր։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է։ Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ։ Սա հատված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին ապրիլ 24-յան ուղերձից։ Արտակ Երիքյանն ամփոփել է վերջին 3 տարիներին ամենաբարձր մակարդակով Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Դերզորում եւ աշխարհի զանազան քաղաքներում հայոց ցեղասպանությանն ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության կապակցությամբ պաշտոնական Երևանի ամփոփող ուղերձը։ Հայաստանը արել եւ անելու է ամեն ինչ աջակցելու համար ցեղասպանության կոնվենցիայի շարունակական ոգեշնչմանն ու հետևողական իրագործմանը։ Ցեղասպանությունը չի կարող խուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցագործություն է ողջ մարդկության դեմ։ Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը, հանուն ողջ մարդկության եւ քաղաքակիրթ աշխարհի մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը նման համամարտկային աղետներից։ 24th of 1915 1915-ի ապրիլի 24-ը մեր իրականությունում ներկա է ամեն օր։ Ցավը, սեր, ընտանիք, օջախ կորցնելու ցավը թերևս հազարամյակներով է չափվում, բայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին, մերժողականություն ենք տեսնում, ժամանակի միջոցով մեր ձայնը
ցածրանալու սին սպասում ենք տեսնում։ Իզուր Ցեղասպանության վերքը չի սպիանում, եւ մեր նահատակների հիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն ու ամուր պետականություն, հզոր ու բարգավաճող երկիր, ողջ հայության երազանքների ծնունդը դարձած հայրենիք։ Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակվում է, եւ եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել այս գործընթացը խուսափելու համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան։ Ապրիլի 24-ը հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը։ Երեք ինձ հարցնում էին, թե ինչպես պետք է ներկայացնել հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը Մեծ Բրիտանիային, եւ արդյոք ճանաչելով ցեղասպանությունը Մեծ Բրիտանիան չի վնասի Կովկասի անվտանգությանը։ Ես պատասխանեցի, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ։ Դուք մտածել եք Հայաստանի տառապանքների մասին։ Դուք օժանդակեցիք հայերին այն բանից հետո, երբ նրանք տառապանքներ կրեցին։ Այժմ զորակցեք, որ նրանք այլևս երբեք չտառապեն։ Նախագահ Վիլսոնի 1919 թվականի փետրվարի 26-ի բոստոնյան ելույթի այս բառերը հնչում են մինչև օրս, ինչ իրականում նա հղում էր ողջ մարդկությանը։ Ցանկությունը միշտ եղել եւ մնում է այն, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը ամենամյա իր ուղերձում շատ հստակ գնահատականներ տա եւ իհարկե արտաբերի ցեղասպանություն բառ։ Ժամանակին անձամբ եմ խնդրել Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի այս բառը արտասանի։ Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձևակերպել այլ կերպ։ Օսվենցիմը հրեաների դեր զորն է։ Անհնար է սպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել։ Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին։ Եվ այստեղ դերձորում մենք հաստատակամորեն բարձրաձայն կրկնում ենք ու հիշեցնում, որ կանք պիտի լինենք և դեռ շատանանք։